Մենք այսօր խոսելու ենք մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի մասին եւ իմ հյուրն է Արթմեդ բժշկական կենտրոնի MRT-ի բաժնի ղեկավար Դիանա Սահակյանը։ Կոտրվածքների, արյունազեղումների, խոռոչավոր օրգանների, թոքերի, ստամոքսահարքային համակարգի որոշ հատվածների համար կատեն ոսկե ստանդարտ է համարվում միանշանակ։ MRT-ն այնպես է ստացվել, որ որպես այդպիսին հետազոտական մեթոդ յետևում կանգնած է հայ Ռեյմոնդ Դամադյանը, ով գյուտի հեղինակն է։ Նույն մեր կենտրոնում էլ օրինակ տեղադրված է հատուկ համակարգ, որը թույլ է տալիս պացիենտին հետազոտության ընթացքում նայել կինո, լսել լավ երաժշտություն։ Իդեպ մեծամասնությունը պացիենտների մուլտիկներ են նախընտրում։ Երբ պետք է առհասարակ մարդը անցնի MRT հետազոտություն։ Վերջերս շագանակագեղձի քաղցկեղի կասկածի վերաբերյալ պացիենտ ենք հետազոտում, դա որոշակի թիրախային մուլտիպարամետրիկ հետազոտություն է իրականացվում թիրախային ծրագրերով, հատուկ պարամետրերով եւ այլն, որը ներառում է շագանակագեղձը հիմնականում, բայց հավելյալ տեսանք հայտնաբերեցինք օրինակ ուղղաղու քաղցկեղ։ Բարև ձեզ, Բուն TV-ի եթերում առողջ ոդքասթն է մարդու մտավոր, հոգեկան եւ ֆիզիկական առողջության մասին։ Մենք այսօր խոսելու ենք մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի մասին եւ իմ հյուրն է Արթմեդ բժշկական կենտրոնի MRT-ի բաժնի ղեկավար Դիանա Սահակյանը։ Ողջույն։ Ողջույն։ Բժիշկ ռադիոլոգ եւ նաեւ օդաչուս այևս չմոռանանք։ Շատ շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, Դիանա։ Տեսեք, բժշկուհի, MRT-ն այնպես է ստացվել, որ որպես այդպիսին հետազոտական մեթոդ յետևում կանգնած է հայ Ռեյմոնդ Դամադյանը, ով գյուտի հեղինակն է եւ փաստորեն երկար տարիներ այն առավել կատարելագործվելով այսօր բավականին տարածված է դարձել ախտորոշման, հետազոտությունների փուլում։ Բայց մի փոքր եկեք բացենք, հասկանանք, թե ընդհանրապես ինչպես է աշխատում MRT-ն, հա, ինչ գործողություն է կատարվում այնտեղ, որ դուք կարողանում եք տեսնել ինչ-որ պատկերներ։ Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան, MRT-ն, դա բարձր ինֆորմատիվության դիագնոստիկ մեթոդ է, որի հիմքում ընկած են մագնիսական դաշտը եւ ռադիոալիքները, արդեն իսկ հասկանալի է դառնում, որ այստեղ ճառագայթում չկա։ Մեթոդը ինքնին անվտանգ է եւ այդ իսկ պատճառով նաեւ ինքը բավականին կիրառելի է շատ տարբեր պացիենտների համար, կարող ենք հաճախ իրականացնել այս հետազոտությունը եւ առանց որևէ վտանգ պատճառելու պացիենտին, հա, այդպես։ Բացի դրանից MRT-ի հիմքում հենց քանի որ մագնիսական դաշտն է, մեզ մոտ կան որոշակի իհարկե հակացություններ, դա մետախական պրոթեզների կամ իմպլանտների կամ որոշ սարքերի առկայությունն է օրգանիզմում, բայց ժամանակակից սարքավորումները, օրինակ որոշ կարդիոստիմուլյատորներ եւ հոդերի իմպլանտներ, իրենք հենց այնպես են ստեղծվում, որպեսզի հետագայում հակացություն չլինի MRT-ի համար։ Քանի որ արդեն խոսեցինք այս իմպլանտների եւ մետաղական տարրերի մասին, եկեք յուրաքանչյուրին անդրադառնանք, որտեղ երևի մեզ դիտողներից շատերը կմտածեն այս մասին, հա, արդյոք սա վերաբերում է նաև սիրտանոթային, օրինակ, չգիտեմ, ստենդերի տեղադրում կամ օրինակ ատամնաշարի հետ կապված որոշակի միջամտություններ արված, բոլորը փաստորեն ինչ որ իմաստով արդեն հաշվարկած են, թե կան ամեն դեպքում երևի ինչ որ հին տեխնոլոգիաներ օգտագործված, որոնք չի կարելի MRT-ի դեպքում կիրառել եւ պետք է ինչ որ այլ տարբերակ մտածել։ Ստոմատոլոգիական իմպլանտների առավել մասը, մեծամասնությունը անվտանգ է MRT-ի համար եւ եթե կա շտիվտ կամ որևէ այլ սարք հանգիստ կարող եք MRT անցնել, միայն որոշ բրակետներ կարող են հակացություն հանդիսանել, այսինքն կարող են քաշվել այդ պահին MRT-ի սարքի կողմից կամ տաքացնել եւ անհարմարություն պատճառել, բացի դրանից կարող են այդ զոնայի հետազոտության հետ կապված կարող են որոշակի խնդիրներ առաջանալ, այսինքն այդ հատվածում մագնիսական դաշտը փոխվում է այդ մետաղի առկայության հաշվին եւ մենք պատկերները չենք տեսնում, պարզապես սևանում են պատկերները այդ հատվածում։ Այո, անարդյունավետ է լինում, բայց ստոմատոլոգիական իմպլանտների գրեթե բոլոր իմպլանտները անվտանգ են։ Այսինքն մենք որևէ ատամի հետ խնդրի առկայության պարագայում կարող ենք հանգիստ MRT անցնել։ Ինչ վերաբերում է հոդերին, հոդերի պրոթեզների մեծամասնությունը եւս անվտանգ է, կան որոշ սարքավորումներ այնուամենայնիվ, որոնք պարունակում են այնպիսի համաձուլվածքներ, որոնք MRT-ին կամ հակացում են կամ կարող են MRT-ն կարող է իրականացվել որոշակի սպეციფიկ
պարամետրերով, այդ իսկ պատճառով մենք բոլոր պացիենտներին նախորոք միշտ զգուշացնում ենք, որ իրենք ճշտեն, թե արդյոք տեղադրված է օրգանիզմում մետաղ եւ ինչ մետաղ է, ինչ ֆիրմայի է, որպես կանոն պրոթեզները եւ մնացած բոլոր, մետաղները, որոնք տեղադրվում են մարդու օրգանիզմ, իրենք ունենում են որոշակի շտրիխ-կոդ, որոշակի անվանում եւ այլն, եւ դա տրամադրվում է պացիենտին, որովհետեւ ինքը հետագայում ներկայացնի համապատասխան բժշկական հաստատություններ, հանդինս MRT-ի հենց։ Կարծես անձնագիր լինի։ Այո, հատուկ անձնագրեր կան։ Կարդիոստիմուլյատորների հետ կապված հենց այդպես անձնագրերի տեսքել դա ունենում է եւ 19 թվից հետո կարդիոստիմուլյատորների մի մաս կա, որոնք շատ լավ MRT-ով կարող ենք մենք իրենց անցկացնել, բայց եւս որոշներ ունեն համանախապակում, օրինակ 3 տեսլայով որոշների պարագայում չի կարող իրականացվել հետազոտությունը, այո, կամ կան որոշակի հստակ համանախապակումներ, օրինակ հետազոտության դաշտի հետ կապված, այսինքն չի կարող կիրառվել հետազոտությունը օրինակ կրծքավանդակի շրջանում կամ որովայնի շրջանում, այսինքն կարդիոստիմուլյատորին մոտ գտնվող շրջանում, բայց դա բոլոր կարդիոստիմուլյատորներին չի վերաբերվում, կան կարդիոստիմուլյատորներ, որոնք պարզապես կարդիոլոգի կողմից փոխվում է ռեժիմը եւ մենք հանգիստ հետազոտությունը իրականացնում ենք, հետո ռեժիմը վերականգնվում է։ Այսինքն մեր աշխատանքը այս դեպքերում կարդիոլոգների հետ մենք համատեղում ենք մեր աշխատանքը եւ ամեն ինչ շատ լավ է անցնում։ Վերադառնալով սկզբի հատվածին, երբ պետք է առհասարակ մարդը անցնի MRT հետազոտություն, կա արդյոք հստակ ուղեգրում, թե ուղղակի մարդը եթե որոշել է որ ինչ որ գանգատներ անհանգստություն ունի կամ նույնիսկ չունի եւ պրոֆիլակտիկ ուզում է դիմել, կարող է արդյոք MRT հետազոտություն անցնել թե ոչ։ Իմ անձնական կարծիքն է, որ եթե մարդ ունի անհանգստություն, ապա պետք է այդ անհանգստությունը գնա։ Այսինքն եթե մարդ ուզում է հետազոտությունը անցնել եւ հետազոտությունը անվտանգ է, տվյալ դեպքում MRT-ն անվտանգ է։ Մենք որևէ կերպ չենք վնասում պացիենտին հետազոտելիս, մենք իհարկե ավելի ճիշտ է իրեն հետազոտենք, որպեսզի ինքը հանդարտվի եւ հանգիստ կյանքով ապրի։ Կան պացիենտներ, ովքեր որ տառապում են, այդպիսի տագնապային զգացողություններով եւ իրենց իհարկե կարծում եմ պետք է թույլ տալ, որպեսզի իրականացնեն հետազոտությունը եւ հանդարտվեն։ Իհարկե դեպքեր են լինում, երբ որ դա բավականին սուր է արտահայտված եւ մարդիկ պարբերաբար, չգիտեմ, ամիսը 1 կամ կես տարին 1 որոշում են MRT հետազոտություն անցնել, այդ դեպքերում որոշ դեպքերում պետք է դիմել հոգեբանի, բայց որոշ դեպքերում նաեւ իհարկե MRT անցնելը օգնում է այդ պացիենտին գոնե որոշ ժամանակ հանգիստ ապրել։ Առավել ինֆորմատիվ եւ առավել թիրախային է լինում հետազոտությունը, եթե այն նշանակվում է բուժող բժշկի կողմից։ Այսինքն հետազոտությունը ինքնանպատակ չի իրականացվում։ Հետազոտությունը հստակ ունի նպատակ պատասխանելու բուժող բժշկի հարցերին, որովհետեւ բուժող բժշկի մոտ հետազոտելիս պացիենտին ծագում են որոշակի հարցեր բնականաբար եւ ինքը դիագնոստիկայի կողմնորոշման, հետագա բուժման կողմնորոշման համար ինքը այդ հարցադրումները մեզ տալիս է եւ մենք պետք է այդ հարցերին պատասխանենք։ Եթե մենք հավելյալ որևէ բան հայտնաբերում ենք, շատ լավ, մենք դա էլ ենք նկարագրում, բայց պետք է լինի հստակ հարց, որովհետև ինչու եմ դա ասում, որովհետև մենք ունենք բազմաթիվ ծրագրեր եւ MRT-ն դա այդպես ստանդարտիզացված պրոտոկոլից բացի մենք ունենք շատ հնարավորություններ ընդլայնելու հետազոտությունը եւ այդ ընդլայնումը կախված է կոնկրետ թիրախային հարցից։ Այնպես որ եթե բուժող բժիշկը ուզում է հստակ որոշակի հարց տալ, ինքը ավելի ճիշտ կլինի, որպեսզի այդ մատնը նշի մեզ համար։ Իսկ լինում է, երբ բժիշկը ուղղորդել է, հստակ գանգատ է ունեցել եւ դուք նայում եք ընթացքում ըստ ձեր ընտրված ծրագրի կամ ըստ գանգատի հիման վրա ստեղծված ծրագրի, բայց ընթացքում տեսնում եք ինչ-որ այլ հարցեր, որոնք եւս հետազոտության առարկա կարող են լինել։ Այս դեպքում ինչ-որ բան փոխվում է արդյոք։ Այո, իրականում այդպես բավականին հաճախ է լինում, հաշվի առնելով նաեւ իհարկե սարքերի հնարավորությունները, դրա մասին կարծում ավելի ուշ կասենք, ինչքան ավելի լավն է սարքը, այդքան ավելի པարզ է շատ բան երևում եւ դա թույլ է տալիս նաեւ հարակից օրգանների, այսինքն մենք միայն թիրախային օրգանի հետազոտություն չենք իրականացնում, մենք տեսնում ենք որոշակի հավելյալ բաներ եւ օրինակ այս վերջերս շագանակագեղձի քաղցկեղի կասկածի վերաբերյալ պացիենտ ենք հետազոտում, դա որոշակի թիրախային մուլտիպարամետրիկ հետազոտություն է իրականացվում թիրախային ծրագրերով, հատուկ պարամետրերով եւ այլն, որը ներառում է շագանակագեղձի հիմնականում, բայց հավելյալ տեսանք հայտնաբերեցինք օրինակ ուղղաղու քաղցկեղ եւ բնականաբար
այնտեղ հավելյալ ծրագրեր են դրվում, ուղղությունները պատկերների լրիվ այլ են, ֆիզիկական հատկանիշները ստացվող պատկերի, որը հենց ուղղաղու համար է նախատեսված լրիվ այլ են, այնպես որ այո, մենք պետք է իմանանք, թե հարցադրումը որն է, որ ճիշտ կազմակերպենք եւ պլանավորենք մեր հետազոտությունի սկզբանը։ Իսկ սովորաբար ինչ խնդիրներ է հնարավոր վերհանել MRT-ի հետազոտության արդյունքում։ Բազմաթիվ։ Իհարկե MRT-ն ունի որոշակի սպეციფիկա, ինչպես ցանկացած մեթոդ դիագնոստիկ, այսինքն մենք ունենք դիագնոստիկ վիզուալիզացիայի տարբեր մեթոդներ, ինչպիսիք են օրինակ CAT-ն, MRT-ն, ուլտրաձայնային հետազոտությունը, ռենտգեն հետազոտությունը, եւ այս մեթոդներից ամեն մեկը ունի իր առավելությունները եւ իր ուրույն սպეციფիկան, հա։ Եվ ես չեմ կարող ասել, որ որևէ մի մեթոդ ավելի լավն է եւ լիովին այսպես փակում է սպեկտրը հետազոտությունների եւ մյուսը չէ։ Եթե այդպես լիներ, այդ մեթոդը պարզապես չէր գոյատևի, իսկ այս դեպքում ամեն մի հետազոտության տարբերակը ունի իր առավելությունները։ Օրինակ, ուլտրաձայնային հետազոտությունը արագ է, մատչելի է, ինքը լայվ պատկերներ է մեզ տալիս անմիջապես, բացի դրանից ինքը շատ լավ վիզուալիզացիա է, այսինքն տեսանելիություն է ապահովում մակերեսային տեղակայված օրգանների հետ կապված այն վահանաձև գեղձի հետազոտության համար ոսկե ստանդարտ է եւ MRT-ն այս պարագայում օրինակ վահանաձև գեղձի հետ կապված զիջում է ուլտրաձայնային հետազոտությանը։ Նույնը վերաբերվում է օրինակ թոքերի կամ օդակիր օրգանների խիտ ոսկրային հյուսվածքի մակերեսային հատվածների, հա, կորտիկալ շերտի հետ կապված կամպյուտերային տոմոգրաֆիան շատ ավելի լավ է ցույց տալիս այդ հատվածները, քան MRT-ն։ Բացի դրանից կամպյուտերային տոմոգրաֆիայի առավելություններն են, ինքը շատ արագ է իրականացվում, այսինքն անհապաղ դեպքերում վթար է տեղի ունեցել կամ հրատապ որևէ դեպքով բերել են պացիենտին, մենք չենք տանի իր պլանային MRT հետազոտության, մենք բնականաբար կիրականացնենք ամբողջ մարմնի կատե հետազոտություն, որպեսզի հայտնաբերվեն կոտրվածքները, արունազեղումները եւ այլն, որոնք շատ լավ հենց կատեով երևում են։ Այսինքն կոտրվածքների, արունազեղումների, խոռոչավոր օրգանների, թոքերի, ստամոքսաղաքային համակարգի որոշ հատվածների համար կատեն ոսկե ստանդարտ է համարվում միանշանակ, կատեն այդ դեպքերում առավել լավն է, քան MRT-ն։ Իսկ MRT-ն ինքը պլանային հետազոտության մեթոդ է, այսպես ինքը ավելի ռազմերին է հետազոտություն, ասեմ, ավելի երկար է տևում եւ MRT-ն շատ լավ փայլուն դիֆերենցիացիա է տալիս փափուկ հյուսվածքների, այսինքն մենք շատ լավ տեսնում ենք այնտեղ ներքին օրգանները, գլխուղեղը, հոդերը, ներհոդային կառուցվածքները, ինչ չէ նաև ոսկրի ներսի կառուցվածքը, այսինքն ոսկրային ուռուցքները, ոսկրի ներսի որոշ ստրուկտուրաները եւ այլն։ Մենք շատ լավ տեսնում ենք այնտեղ փոքր կոնքի օրգանները, ինչպես քիչ առաջ նշեցի, հա, այսինքն գինեկոլոգիական խնդիրների պարագայում, ուղիղ փոփոխությունների պարագայում, շագանակագեղձի MRT-ն ոսկե ստանդարտ է։ Այդ բոլոր վիզուալիզացիայի մեթոդներից, հա, ելնելով որովայնի ներքին օրգանների ենթաստամոքսային գեղձի համար, լյարդի, այդպես բավականին լայն է փաստորեն շրջանակը։ Այո, բավականին լայն է մեր շրջանակը։ COVID-ի ընթացքում նաև բավականին շատ հետազոտություններ էին իրականացվել հենց թոքերի հետ կապված, որովհետև այնտեղ բավականին հաճախակի հետազոտությունների անհրաժեշտություն կար, իսկ ինչպես արդեն ասեցի, ռենտգենը եւ CAT-ն ունեն ճառագայթային ծանրաբեռնվածություն, բնականաբար ընտրվում էր ավելի քիչ վտանգավոր հետազոտության տարբերակ, բացի դա հղիներին, երեխաներին հետազոտելու համար եւս թոքերի հետ կապված նախընտրվում է ավելի շատ MRT։ Իսկ հղիներին սովորաբար ինչ որ ցուցումով, թե որ դեպքում են սովորաբար հղիները անցնում, որտեղ ի վերջո իրենք ունեն բավականին այսպես խիստ պլանավորված հետազոտությունների ցանկ, որով անցնում են եւ հսկվում է ամբողջ հղիության գործընթացը։ Կարծեք ինչ որ հստակ ցուցում, որ կարելի է։ Կա 3 տարբերակ, երբ որ MRT-ն հղիների համար հարկավոր է իրականացնել։ Նախ դա մայրն է, այսինքն մամայի մոտ կան ինչ որ խնդիրներ, օրինակ ողնաշարի խնդիրն է հղիության ընթացքում ծանրաբեռնվածությունից ելնելով եւ այլն հնարավոր է ճողվածք է առաջացել, հա, պետք է հսկել գլխուղեղի տարբեր տեսակ խնդիրներ եւ այլն, այսինքն մոր մոտ կապված հղիության հետ կամ հղիությունից անկախ արկա խնդիրներն են։ Դա մի տարբերակն է։ Երկրորդ տարբերակը հենց բում պտուղը։ Երեխային եւ մենք նույնպես հետազոտում ենք MRT-ով եւ դա շատ լավ հետազոտության մեթոդ է։
կան հետազոտություններ, որ մոտ 18 շաբաթականից արդեն սկսում ենք հետազոտություններ իրականացնել, գլխուղեղի հետազոտությունը, որովայնի օրգանների հետազոտությունը, կենտրոնական նյարդային համակարգի հետ կապված, որովհետև լինում են որոշակի արատներ, որոնք միայն սոնոգրաֆիայով հնարավոր չի լինում որոշել, կողմնորոշվել, երեխան կենսունակ կլինի, թե չէ, արժե պահել հղիությունը, թե չէ, եւ որոշ դեպքերում շատ ցավալի է, բայց մենք ստիպված ենք լինում իրականացնել MRT եւ տալ որոշակի այդպես Ոչոջերի ցուցումներ կարտեսած։ Այո, բացի դա լինում են դեպքեր, երբ որ օրինակ պտղի մոտ դիաֆրագմայի զարգացման խնդիր է լինում եւ դա MRT-ով դիագնոզվում է եւ ներարգանդային դեր կյանքում երեխայի մոտ դիաֆրագման վերականգնվում է եւ ինքը լիովին առողջ կարող է եւ կանխարգելում եւ փաստորեն միանգամից միջամտությունը բուժում է։ Կան տարբեր հետազոտության մեթոդներ հենց բուն պտղին ցուցված Եվ երրորդ տարբերակը հղիներին երբ ենք հետազոտում, դա պլացենտայի հետ կապված խնդիրներն են։ Պլացենտան առանձին օրգան է, որը գոյատևում է հենց հղիության ընթացքում եւ իր հետ կարող են տարբեր տեսակ խնդիրներ առաջանալ, սկսած հենց պլացենտայի ուռուցքներից, անոթային խնդիրներից, վերջացրած պլացենտայի ներաճով արգանդի պատ եւ անգամ մինչեւ հարակից օրգաններ եւ այլն այդ դեպքերում նույնպես MRT է իրականացվում եւ որոշվում է հետագա քայլերը։ Հատկապես երևի եթե կեսարյանից հետո են, Կեսարյանից հետո, ամեն կեսարյանից հետո պլացենտայի ներաճման հավանականությունը բարձրանում է եւ 3 կեսարյան տարած կնոջ մոտ ներաճման հաջորդ հղիության ժամանակ ներաճման հավանականությունը 70% է։ Այնպես որ Լավ, իսկ խոսենք նաև սարքերից, որովհետև ի վերջո սարքը այստեղ բավականին մեծ դեր է խաղում, թե ինչ որակի է, որքանով է դա նորարար, որքանով է դա անվտանգության մասով, որքանով հասկացա, բոլորը կարծես անվտանգ են։ Բայց ամեն դեպքում, քանի որ նոր տեխնոլոգիաները ի վերջո զարգանում են, նախ որ տեսակն է մեզ մոտ Հայաստանում հասանելի, ինչով է դա տարբերվում նախորդ տեսակներից եւ արդյոք դա միայն մեզ մոտ Երևանում իհարկե թե այս մասով տեղյակ եք արդյոք միայն Երևանում է դա հասանելի թե օրինակ չգիտեմ մարզերում էլ մարդիկ կարող են գնալ եւ դիմել այս ծառայությունից Վերջին ժամանակներս Հայաստանում մենք ունենք շատ լավ հագեցվածություն MRT-ի հետ կապված եւ դա վերաբերվում է ինչպես Երևանին, Երևանում մենք ունենք հասանելիություն գրեթե ամեն տեսակ հետազոտությունների MRT-ի վերաբերվող, իսկ մարզերում ակտիվորեն զարգանում է MRT-ի ցանցերը, այս վերջերս անգամ Երևանի որոշ կլինիկաներից ավելի լավ սարքավորումներ կան տեղակայված մարզերում ու դա շատ ուրախալի է Մեզ մոտ Հայաստանում խնդիր է ավելի մեծ խնդիր է իրականում մասնագետների առկայությունը, որովհետև սարքերը ավելի արագ կարելի է բերել տեղադրել, իսկ մասնագետին պատրաստելը, այն էլ MRT-ի մասնագետին պատրաստելը դա շատ երկարատև, այսպես տանջալից աշխատանք է, ինչպես մասնագետի, այնպես էլ պատրաստողի կողմից Այնպես որ, լավ սարք ունենալը շատ կարևոր է, բայց ի վերջո հետազոտության էֆեկտիվությունը եւ լավ լինելը, այսպես ասեմ, ինքը պայմանավորված է 3 ֆակտորով, դա սարքն է, դա տեխնիկն է, ով որ իրականացնում է հետազոտությունը, մեր բուժքույրերը, եւ դա մասնագետն է, ով իր փորձով կարողանում է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, որովհետեւ Սարքը մեզ տալիս է շատ լավ պատկերներ, բայց չէ որ վերջնական դիագնոզը դնում է մարդը, ով տեսնում է այն, ինչ տեսնում են իր աչքերը եւ ինչ տեսնում է իր ուղեղը։ Եթե մասնագետը սահմանափակ քանակությամբ գիտելիքներ ունի, իսկ բոլորը ունեն սահմանափակ քանակությամբ գիտելիքներ։ Հատկապես փորձ ձեռք բերելու հնարավորություն չեն ունենում։ Միևնույնն է, մենք անհնար է ամենափորձառու մասնագետը իմանա ամեն ինչ։ Բնականաբար ինչքան լայն է սպեկտրը գիտելիքների, այդքան ավելի հավանականությունը ավելի բարձր է, որ հստակ դիագնոզ կունենանք։ Քիչ առաջ նաև մինչ եթերը սկսել խոսում էինք կրթվելուց ռադիոլոգ դառնալու այդ ճանապարհի մասին, որ անցնում են, եւ այստեղ մի փոքր երևի բացենք փակագծերը ասելով ինչ են այստեղ սովորում եւ որքանով է կարեւոր ընթացքում շարունակաբար սովորելը, որտեղ ի վերջո այն ինչը սարքի հետ է կապված, էլի հա, այդ զարգացման ճանապարհը անպայման եւ պարտադիր պիտի ընթացիկ լինի։ Կրթվելու հետ կապված Հայաստանում մենք ունենք շատ լավ մեր ալմա մատերը
որը որ մեզ տալիս է բազային գիտելիքներ, այնուհետև մենք անցնում ենք արդինատուրա, այս վերջին շրջանում արդինատուրան պլանավորվում է երկարացվել, ռադիոլոգիա արդինատուրան մեր ժամանակ հիմա էլ 2 տարի է, բայց պլանավորվում է այն երկարացնել մինչև 5-6 տարի դարձնել, ինչպես օրինակ նահանգներում է եւ եվրոպական որոշ երկրներում, դա բնականաբար ավելի ճիշտ որոշում է, որովհետև ռադիոլոգիան գնալով զարգանում է, սարքավորումների հնարավորություններն են աճում եւ մեր գիտելիքները համապատասխանաբար եւս պետք է աճեն։ Նույն Ամերիկայում 6 տարի է ռադիոլոգիա արդինատուրան եւ դա դեռ քիչ է, դրանից հետո fellowship-ել են անցնում եւ այլն։ Բայց հարցը նրանում է արդյոք կլինի կրթությունը որակյալ եւ բավարար, դա մի քիչ այսպես չգիտեմ, ժամանակը ցույց կտա, որովհետև այսպես թե այնպես ռադիոլոգների հետ կապված մեր աշխատանքը ավելի շատ մեզանից է կախված, մեր սովորելը։ Եթե քիրուրգին պետքա վերցնեն եւ ցույց տան ձեռքով, մեր գիտելիքների, մեր բազան մենք կարող ենք հավաքել գրքերից, ինտերնետից եւ այլն, որովհետև մենք պատկերներ ենք վերցանում։ Կան որոշակի իհարկե նրբություններ, որոնց մենք հասնում ենք գուցե մեր փորձի արդյունքում, կամ եթե շատ ավելի արագ կլինի, եթե ինչ-որ մեկը հուշի, բայց այստեղ պետք չի ինչ-որ մի բանի վրա փորձարկումներ իրականացնել, որ ձեռքդ բացվի, մենք պետք է պարզապես շատ սովորենք, շատ կարդանք, անընդհատ կարդանք ամեն իսկ լավագույն պատկերը ո՞ր է մեր տեսարքն է տալիս հիմա Հայաստանում Հայաստանում այս վերջին շրջանում տեղադրվել են տարբեր տեղերում 3 Տեսլա շատ լավ, շատ հզոր սարքավորումներ, այդ թվում նաև մեզ մոտ մեր արտմետ բժշկական կենտրոնում տեղադրված է 3 Տեսլա հզորությամբ սարք, որը որ հրաշալի փայլուն պատկերներ է տալիս, բայց իրականում կախված չի սարքից այդքան բան։ Շատ բան կախված է սարքից, բայց սարքը տալիս է շատ լայն սպեկտր հնարավորությունների։ Նույն սարքով կարելի է ստանալ արագ պատկերներ, շատ այսպես եւ լավ, եւ վատ։ Բայց կարևորը կախված է մեր ընտրությունից։ Տեսնենք ինչ ենք այդտեղից գտնում։ Կախված է հարցադրումից, այսինքն եթե օրինակ պացիենտը հրատապ եկել է եւ մենք պետք է հայտնաբերենք ինսուլտ, այդ պահին հարցադրումը մեկն է, արագ կա ինսուլտ թե չէ, որովհետև ամեն վայրկյանը այդ պահին կարևոր է։ Բնականաբար մենք դնում ենք շատ կարճ նկար ստանալու, то есть այդ հետազոտությունը կարող է տևի մինչև տենց 5-ից 7 րոպե, 8 րոպե, 10 րոպե, լավ։ Մի ծրագիրը կարող է տևել 40 վայրկյան այդ դեպքում։ Բայց եթե մենք ուզում ենք փնտրել շատ նուրբ փոփոխություններ, մի ծրագիրը կարող է տևել մինչև 7 րոպե։ Մի ծրագիրը, այնտեղ ամբողջ հետազոտությունը կարող է այդպես տևել, իսկ այստեղ մի ծրագիրը կարող է տևել։ Մենք ստանում ենք հետազոտության տիպից կախված մինչև 8 ծրագիր կարող է ստանալ մի հետազոտության ժամանակ։ Բնականաբար, եթե մի ծրագիրը տևում է 7 րոպե, անգամ 8 Եվ այստեղ եթե օրինակ ամբողջ մարմինն է անցնում, հա, MRT հետազոտություն, որքան է ընդհանուր առմամբ տևողությունը։ Ամբողջ մարմնի MRT այդպեսի հենց հետազոտության տարբերակ եւս կա, որը որ սկրինինգային հետազոտության մեթոդ է համարվում, կամ արվում է այն դեպքերում, երբ որ մենք արդեն իսկ ունենք հաստատված օնկոլոգիական անամնեզ եւ փնտրում ենք մետաստատիկ ախտահարման տեղակայումները, օրինակ կամ լիմֆոմաների պարագայում, էլի տարածվածության աստիճանը գնահատելու համար։ Ամբողջ մարմնի MRT-ն այդ դեպքերում է արվում։ Եվ իհարկե, ինչպես քիչ առաջ ասացինք, այդպես իպոխոնդրիկ պացիենտները եւս հաճախ ցանկանում են այդ հետազոտությունը անցնել, եւ դա շատ լավ հետազոտության մեթոդ է։ Բավականին ինֆորմատիվ է, անվտանգ է, ի տարբերություն նույն կոմպյուտերային տոմոգրաֆիային, հա, որ այդ հետազոտությունը տևում է մոտավորապես ժամ 20 րոպե, ժամ ու կես այդպես։ Եթե համեմատենք օրինակ հիպոֆիզի հետազոտությանը, որը որ գեղձ է գանգի մեջ եւ մոտավորապես այսպես 10 մմ-անոց, այսինքն մի սանտիմետրանոց գեղձ է, իր հետազոտությունը տևում է մոտավորապես այդքան։ Մոտ 1 ժամ 20 րոպե։ Այսինքն ամեն ինչ կախված է ծրագրերի ընտրությունից, կախված մենք ինչ ենք փնտրում։ Հիպոֆիզի մեջ մենք փնտրում ենք 1-2 մմ-անոց փոքր ադենոմա, իսկ այնտեղ մենք փնտրում ենք ավելի խոշոր փոփոխություններ։
Եվ այստեղ մի քիչ ավելի գործնական հարցերին անդրադառնալով, ինչպես պատրաստվել այդ հետազոտությանը, մետաղներ գրելու հարցին անդրադարձանք, բայց ես վստահ եմ, որ սա նաև որոշակի վախեր ունեցող պացիենտների դեպքում բարդ է, օրինակ 1 ժամ 20 րոպե անշարժ ենթադրում եմ, հա, վարկած դիրքով, ինչպես պատրաստվել։ Տարբեր աստիճանների է լինում արտահայտված կլաուստրոֆոբիան եւ բավականին հաճախ է հանդիպում, մոտավորապես ամեն 3-4 պացիենտի մոտ այս կամ այն չափով գոնե արտահայտված լինում է եւ բայց շատ հաճախ մեր պացիենտները MRT հետազոտությունը ավելի վատն են պատկերացնում, քան այն իրականում կա։ Ժամանակակից հնարավորությունները մեզ նույն մեր կենտրոնում էլ օրինակ տեղադրված է հատուկ համակարգ, որը թույլ է տալիս պացիենտին հետազոտության ընթացքում նայել կինո, լսել լավ երաժշտություն։ Իդեպ մեծամասնությունը պացիենտների մուլտիկներ են նախընտրում։ Մեր մեջ ապրում են երեխաները, այո, եւ դա շատ թեթևացնում է հետազոտության ընթացքը։ Բացի դրանից, քանի որ ինքը անվտանգ է, հետազոտության ընթացքում սենյակում կարող է գտնվել պացիենտի բարեկամը, կարող է իր ոտքից բռնել, իրենք կարող են որոշ հետազոտությունների ժամանակ իր հետ շփվել, խոսել, մի քիչ դժվար կլինի, որովհետեւ MRT հետազոտության ժամանակ շատ բարձր ձայներ են գալիս, բայց ականջները նույնպես պաշտպանելու համար մենք ականջակալներ ենք տալիս կամ բիրուշաներ ենք նոմա earplugs, որպեսզի այդ ձայները մեղմացվեն։ Բայց այնուամենայնիվ պացիենտը կարող է մենակ չզգալ իր հետազոտության ընթացքում, բացի դրանից մենք տալիս ենք ազդանշանային տանձիկ այն դեպքերի համար, երբ որ հրատապ պետք է ընդհատվի հետազոտությունը, հա, մենք ասում ենք, որ պացիենտը չի դիմանում կամ, չգիտեմ, ցավերն են շատ ուժեղ, ինքը սեղմում է տանձիկը, հետազոտությունը անցավ է, բայց պացիենտները գալիս են ցավերով, ու ցավերը դիրքից կախված կարող են ուժեղանալ։ Այդ դեպքում պացիենտը սեղմում է տանձիկը, մենք արագ մոտենում ենք իրեն, հանում ենք սարքից։ Միջում եք կամ դադարեցնում։ Եվ իհարկե ծայրահեղ դեպքերում, երբ որ կլաուստրոֆոբիայով պայմանավորված պացիենտը չի կարող ընդհանրապես սենյակի մեջ գտնվել, հնարավորություն կա նարկոզով իրականացնելու հետազոտությունը, սեդացիա է, քննացնում ենք պացիենտին, այդպես դա խորը նարկոզ չի, քննացնում ենք պացիենտին, հանգիստ իրականացվում է հետազոտությունը եւ ինքը ոչինչ չի զգում։ Իսկ երեխաների պարագայում, որտեվ երևի իրենց դեպքում անշարժ պարկելը ամենաբարդն է։ Երեխաների պարագայում մուլտիկները բավականին լավ օգնում են, կախված տարիքային շեմից, սինի տրակտորն էլ է լավ օգնում, իհարկե, բայց դեպքեր են լինում, եթե շատ փոքր է երեխան, իհարկե արդեն սեդացիայով են քննարկելու ենք իրականացնում հետազոտությունները, լինում են դեպքեր, երբ որ նորածնային նաև տարիքում է պետք իրականացնել MRT եւ այդ դեպքերում սեդացիայով է իրականացվում։ Արդյոք մարդով հետազոտության ընթացքում անշարժ պարկած է զգում է, թե ինչ է կատարվում, ինչ աշխատանք է մագնիսական տեղի ունեմ, թե սա շատ ինչ որ փոքր մակարդակում օրգանիզմը չի զգում, լսողությունն է զգում։ Ունենք տարբեր տեսակ ձայներ ենք ստանում այդ հետազոտության ընթացքում, որովհետև ամեն ծրագիրը ունի իր հստակ այնտեղ հաշվարկներով իրականացում են իմպուլսներն են գալիս եւ այլն, եւ ձայները տարբեր են լինում, ինքը տրակտորի պես ձայներ են, ոնց որ տարբեր հաճախականությամբ կտկտոցներ են եւ այլն, անգամ երաժիշտներ կան, ովքեր որ այդպես երաժշտություն են գրում այնտեղ այդ ձայներով ոգևորված, այդպիսի երգեր էլ կան, կամ կարող եք փնտրել ձայների կիրառմամբ նաև երգերի մեջ։ Այդ ձայները լսում ենք եւ ամեն ծրագրից ծրագիր փոխվելուց ձայները փոխվում են, դա պացիենտը լսում է բնականաբար, ընդմիջումներ են լինում, արանքում դադարներ են լինում, կարող է պացիենտը թեթև վիբրացիա զգալ եւ երբեմն կարող է թեթև ջերմություն զգալ, որը շատ այն զոնա է, որտեղ որ ինքը որը հետազոտվում է, երկարատև հետազոտությունը կարող է մի փոքր տաքացնել պացիենտի, այդ պատճառով եթե բարձր ջերմությամբ է լինում պացիենտը, մենք հիմնական խուսափում ենք, հա, 39.5 ջերմության պացիենտին հետազոտել, հա, որովհետեւ կարող է բարձրացնել որոշակիորեն ջերմաստիճաններ։ Ժամանակ ջերմիջեցնողներ ենք իրականացնում, ներարկում նոր ենք իրականացնում հետազոտությունը։ Էլի գործնական հարցերին անդրադառնալով կատեի դեպքում կա այսպես կոչված կոնտրաստով, որ հեղուկ, որը ներարկվում է եւ հետո արվում է հետազոտություն, MRT-ի պարագայում կա այսպիսի տեսակ թե ոչ։ MRT-ի պարագայում էլ է իրականացվում որոշ դեպքերում կոնտրաստայնությունը գիրառմամբ միֆերից մեկն է, որ կոնտրաստը ներարկենք շատ ավելի պարզ ցույց կտա MRT-ն, այդպիսի բան չկա, կոնտրաստը հստակ ցուցումներով իրականացվում, երբ որ կա որոշակի կասկած։
ինչ որ խնդրի համար է դա ներարկում, բոլոր դեպքերի համար չի, որ պետք է։ Եվ եթե պացիենտ օրինակ ձեր բուժող-բժիշկը կամ ռադիոլոգը չի խնդրում, որպեսզի իրականացվի MRT-ն կոնտրաստով, ապա մի պնդեք պացիենտներ, մի պնդեք, որ դες անպայման իրականացվի կոնտրաստով, որովհետև կոնտրաստային նյութը ինքը համարվում է անվտանգ նյութ, բայց այնուամենայնիվ դա օրգանիզմի համար օտար նյութ է եւ այն կիրառվում է հստակ ցուցումներով, երբ որ պետք է։ Պետք է այն դեպքերում, երբ որ կան օրինակ որոշակի բորբոքային process-ներ, պետք է եթե կան ուռուցքային փոփոխություններ, այն էլ որոշ դեպքերում, օրինակ ուղղաղու առաջնային հայտնաբերման պարագայում երբեմն կոնտրաստայնության ներարկումը պետք չի լինում, այլ ճառագայթային քիմիոթերապևտիկ բուժումից հետո restaging-ի համար, այսինքն ստադիան նորից որոշելու համար պետք է լինում կոնտրաստայնության ներարկումը։ Շագանակագեղձի հետազոտության պարագայում մուլտիպարամետրիկ հետազոտություն ներառում է կոնտրաստայնության ներարկումը, բայց որոշ դեպքերում, երբ որ մենք կասկած ունենք, երբ որ ծայրահեղ վիճակը այդ դեպքում հիմնական կարիքը չի լինում կոնտրաստայնության ներարկման։ Այնպես չի, որ կոնտրաստը լավ է, որ չներարկեցինք կամ վատ է, որ չներարկեցինք, դա ցուցանիշ չի արդյունքների։ Խոսեցինք միֆերից եւ ինչպես ցանկացած հետազոտության, հիվանդության, ախտորոշման, նաեւ բուժման պարագային կա այստեղ եւս միֆ է։ Դրանք շատ տարբեր են, ամենատարածվածները որոնք են, որ հիմա կարող ենք կոտրել եւ այդ կարծրատիպերից ազատվել։ Իհարկե ամենատարածվածն այն է, որ MRT-ն վտանգավոր է, MRT-ն անվտանգ է, MRT-ում ճառագայթում չկա։ Անկամ կոմպյուտերային տոմոգրաֆիան իր ժամանակակից սարքավորումները հնարավորություն են low dose CT իրականացնել եւ մեկ հետազոտությունը կարող է համատեղելի լինել ճառագայթային նագրոսկայով մի ժամ օդանավով թռիչքի հետ։ Մենք չենք հաշվում, մենք ուրախանում ենք, որ օդանավով ինչ որ տեղ ենք գնում, հատկապես հանգստանալու, բայց կոմպյուտերային տոմոգրաֆիայի այդպես շատ վերապահումով ենք գնում։ Պետք է այդ հետազոտությունների ռիսկը հաշվարկվի։ MRT-ի միֆը դա է, որ ինքը ճառագայթումով է, չէ, այստեղ ճառագայթում չկա։ Երկրորդը, որ, չգիտեմ, ինքը կքաշի մեզ, մեր մեջ ամեն դեպքում կա ինչ որ մետաղ, խնձոր կերանք կքաշի, նման բան չկա։ Ինձ այս վախերը երևի վերջին շրջանում տարածված դեպքերից են, որոնցով որ կիսվում են համացանցում, երևի ամենատարածվածը վերջին շրջանում ԱՄՆ-ում այդ վզին շղթայի, որը ի վերջո մահվան ելքով էր ավարտվել, ինչու շատ ցավալի է իհարկե, բայց գուցե այս վախերը այդտեղից են առաջանում ավելի շատ։ Իդեպ գուցե ճիշտ է, որովհետև ավելի լավ է պատրաստված լինես եւ մի փոքր անհանգստացած, բայց դες հանգստացնեն հետազոտության ընթացքում, քան բոլորը տեղի անտեղի առանց բժիշկներին կամ տեխնիկին լսելու փորձեն ներխուժել MRT-ի սենյակ, որովհետև կատան ճառագայթում է, բայց ճառագայթման դոզայի հասնելու համար մենք որոշ ժամանակ գոնե պետք է ճառագայթվենք, այտենց լավ ճառագայթվենք։ Իսկ MRT-ում մենք չենք տեսնում, որ այնտեղ կա մագնիսական դաշտ, եթե մենք մետաղով ներս ենք մտնում սարքի մեջ, ինքը շատ արագ կարող է քաշել եւ այնտեղ կարող են կյանքին սպառնացող իրավիճակներ ստեղծվել։ Օրինակ դեպքեր են եղել, երբ որ Հայաստանում էլ են նման դեպքեր եղել, երբ որ ատրճանակով են ներս մտել ու հետո տարբեր հիվանդանոցներում նման դեպքեր եղել են, դա իհարկե մեծ խնդիր է առաջացրել, որովհետև ատրճանակը կարող է ինքնին պարզապես սկսել կրակել այդ մագնիսական դաշտի մեջ։ Դեպքեր են եղել, երբ որ մկրատով են ներս մտել, պապիկները այդպես իրուն ակուրատնը պապիկները մկրատը գրպանի մեջ մտել են ներս, բայց դա վտանգավոր է, դրա համար մենք մետալոիսկացիլ ունենք եւ անպայման պացիենտներին հետազոտում ենք, ստուգում ենք ներս, այո, ներս անցնելուց առաջ եւ պացիենտների բարեկամներին էլ ենք ստուգում, բացի դա պացիենտի հենց սարքերը կարող են փչանալ, հեռախոսը, կրիտիկ կարտաները իրենք իրենց մագնիսական հատկությունները կորցնում են եւ այլևս պիտանի չեն լինում։ Այնպես որ MRT-ի սարքի սենյակ մտնելուց առաջ հստակ իմացեք, դες կարելի է մտնել թե չէ։ Պետք դուք այնտեղ անհրաժեշտ եք թե չէ, որովհետեւ շատերը պարզապես ուզում են մի հատ մտնեն, տեսնեն ոնց է իրենց բարեկամը, բայց դուք դրանով կարող եք վտանգ պատճառել անգամ բարեկամին։
ինչ որ միֆ բաց թողեցինք MRT-ի հետ կապված։ MRT-ի հետ կապված, առհասարակ ռադիոլոգիայի հետ կապված կա միֆ, որ դեսարկը հեսա պետքա տպի չէ պատասխանը։ Մեզ մոտ այդպես եղել են դեպքեր, որ եկել են ասում են կարակ չեխերեն դնեք նաստրոյկաները տպի պատասխան, չեխերեն չգիտենք կնեք, պատասխանը սարքը չի տպում, դե չէ։ Մենք ենք աշխատում ու մենք ենք այդ ժամանակը դրա համար է պետք, որովհետև մենք հետազոտության ընթացքում հազարավոր պատկերներ ենք ստանում եւ այնուհետեւ այդ հազարավոր պատկերները մեկ առ մեկ վերծանվում են ռադիոլոգի կողմից, հատուկ ծրագրերի վերամշակման են ենթարկվում եւ այլն, եւ դա ժամանակատար process է ու լավ եթե դա ասենք ստանդարտ case է, բա եթե ոչ ստանդարտ case է, դեպքեր են լինում մի դիագնոզ գրելու համար մենք մի 50 հատ հետազոտական տարբեր նորություններ ենք կարդում եւ այլն ու շատ հաճախ MRT-ի եզրակացություն գրելը բարդ հետազոտության պարագայում կարող է ավելի երկար տևել, քան, չգիտեմ, վիրահատությունը։ Կարող է ժամեր տևել այդ հետազոտությունը գրելը, որովհետև մենք չգիտենք մենք ինչի հետ ենք գործ ունենում, շատ հաճախ պացիենտը գալիս է եւ մենք պետք է հայտնաբերենք, դա շատ այսպես brainstorm ենք իրականացնում, շատ պատասխանատու է եւ մենք մանրակրկիտ շատ ամեն ինչ ուսումնասիրում ենք։ Ի վերջո սա ախտորոշման հիմքում է ընկած եւ սիրելի պացիենտներ մի մտածեք, որ դա ընդհանրապես ինչ որ թուղթ գրել տալու մասին է գնում խոսքը, ինչ որ տեխնիկական աշխատանք չէ, որը պիտի կատարվի եւ ի վերջո այդ թուղթը ձեզ ներկայացվի։ Հետաքրքիր է, որ ռադիոլոգների այդ burnout կոչվածի մասին են շատ խոսում, որը թուզական այրումն է, բայց մի քիչ ավելի փաստորեն առանձնացվում է այս իմաստով ռադիոլոգը, որն է այդտեղ խնդիրը հիմնական, ինչու՞մն է այդ առանձնահատկությունը ձեր աշխատանքի, դա չգիտեմ, ինչ որ մենակ աշխատելու, ինչ որ հատուկ պայմաններում աշխատելու, որ ավելի վատ թարացնող է, մի քիչ սրա մասին եւս խոսենք։ Այո, ռադիոլոգների մոտ burnout-ը ավելի տարածված է անգամ, քան որոշ այլ մասնագետների մոտ։ Մենք անցյալ տարի մեր հիվանդանոցում այդպես հոգեբանական պատերժկայի դասընթաց ունենք մեր բժիշկների համար, ու դա շատ լավ էր։ Ու ես հիշում եմ մեր օնկոլոգների հետ էինք միասին նստած ու տեստ արեցինք burnout-ի, ռադիոլոգների մոտ ավելի արտահայտված էր, քան օնկոլոգների։ Շատ երկու անգամ դեռս ավելի արտահայտված էր մենք։ Չնայած օնկոլոգները այնպես որ շատ ծանր աշխատանքով են զբաղված եւ ծանր պացիենտների հետ են գործ ունենում, այնուամենայնիվ մեր մոտ տարբեր բաներով է պայմանավորված դա նախ եւ առաջ իհարկե ծանրագույն ուղեղի աշխատանքը։ Պատասխանատվությունը շատ բարձր։ Երկրորդը մենք աշխատում ենք հիմնական մութ սենյակներում մենակ նստած, կարդում ենք հազարավոր այդ պատկերներն ենք նայում եւ այլն։ Մենք ունենք time pressure, մեր վրա դրված է ժամանակ, որ մենք պետք է շուտ տանք պատասխանը։ Դեպքեր են լինում անմիջապես պետք է հասկանալ արագ կողմնորոշվել թե ինչ խնդիր է եւ անմիջապես տալ, բայց դեպքեր են լինում, երբ որ շատ բարդ է case-ը, այնուամենայնիվ պետք է կարողանաս արագ պատասխան տաս, որովհետեւ դրանից նաեւ կախված է ժամանակին պացիենտի բուժում ստանալու հնարավորությունը։ Բացի դրանից մենք երբեմն Հայաստանում համենայն դեպս մենք առաջին օղակն ենք լինում, ով պացիենտին վատ լուրն է հայտնում։ Հա, մեզանի իհարկե արտասահմանում ռադիոլոգների շփումը պացիենտների հետ շատ բացակայում է գրեթե եւ դա ունի իր առավելությունները մեզ համար համենայն դեպս, որովհետեւ մենք շատ ժամանակ ենք կորցնում բացի դրանից, որ զուտ մեր գործն ենք անում, բայց բացի դրանից մենք նաև ստիպված ենք լինում պացիենտների հետ երկար բարակ խոսել, բացատրել եւ այլն, չունենալով ամբողջական իր մնացած հետազոտությունների կամ դիագնոստիկը որպես օրինակ բուժող բժիշկ ինչպեսին ասենք բուժող բժիշկը ստանում է բոլոր տվյալները հետազոտությունների, այդ ամենը մտածում է, հասկանում է, անալիզ է անում եւ նոր արդեն վերջնական դիագնոզ է տալիս։ Այդ իսկ պատճառով ռադիոլոգիական դիագնոզը կլինիկական դիագնոզից մի քիչ տարբեր են։ Կլինիկական դիագնոզը հիմնված է նաև ռադիոլոգիական դիագնոզի վրա, բայց մնացած բոլոր ասպեկտները եւս հաշվի առնելով։ Մենք ամեն դեպքում Հայաստանում ստիպված ենք լինում շատ հաճախ պացիենտին ասել, որ ցավոք դուք ունեք այսինչ խնդիրը կամ այդպես
Հաղորդակցության մասին ուզում եի անդրադառնալ եւ ոչ միայն պացիենտ ռադիոլոգ, այլ նաեւ պացիենտ բուժաշխատող, հա, գոլեգաների միջեւ, որովհետեւ ի վերջո ստացվում է, որ այդ ախտորոշման գործընթացը համատեղ է արվում, չէ՞։ Ինչպիսին է այդ հաղորդակցությունը, ինչպես է կարողանում համատեղ աշխատել այլ կլինիկական մասնագետների հետ։ Հրաշալի։ Ես խորին իմ համոզմունքն է, որ ցանկացած մասնագետ մյուսի հետ շփվելով է աճում։ Ես 10 տարի աշխատել եմ այլ հիվանդանոցում, որտեղ մենք չունեինք ուղիղ շփում կլինիկական մասնագետների հետ, զուտ դիագնոստիկ կենտրոններ եւ հետո երբ որ տեղափոխվեցի այլ հիվանդանոց եւ սկսեցի մեծ հիվանդանոցում աշխատել, ես հասկացա, որքան բան մենք կարող ենք բաց թողնել այնտեղ, չիմանալով նախ սկզբնական ցուցումը, այն ուղղորդումը, թե ինչի համար ենք իրականացնում այդ հետազոտությունը, իսկ երբ որ դու մեծ հիվանդանոցում ես աշխատում, պարզապես կարող ես զանգել ու ճշտես, թե ինչ էին ուզում մեզանից ավելի հստակ տեսնել։ Երկրորդը մենք այստեղ ունենք feedback։ Բացի դրանից ինձ մոտ այդպես բազմաթիվ դեպքեր են եղել, երբ որ զուտ կլինիսիստի հետ աշխատելով մեր ռադիոլոգական եզրակացության որակն է, ձևն է լիովին փոխվել, որովհետև այն ինչը որ իրեն պետք էր, մենք դա ենք դրա վրա ենք ուշադրություն դարձրել, դա ենք ընդգծել եւ այլն, եւ թե մեր աշխատանքը ավելի էֆեկտիվ է դարել, գուցե եզրակացությունը կրճատվել է, ջուրը մեջից դուրս է եկել, անիմաստ խոսքերը եւ այլն, եւ հստակ թիրախային նպատակաուղղված հետո եզրակացություն ենք տվել։ Ամբողջ նպատակը մեր կլինիցիստին օգնելն է, որ մենք տանք իրան հուզող հարցերի պատասխանները, որպեսզի ինքը կարողանա բուժում իրականացնի։ Մենք ինքնանպատակ չենք գրում եզրակացությունը։ Հա, հրաշալի է, սա իրականում շատ լավ համագործակցություն է, հա, թե փորձենք մի բառով նկարագրենք, որովհետև նաև այդ վատ լուրերը հայտնելու տեսանկյունից է միասին լավ աշխատելը, որ յուրաքանչյուրը ձեր հերթին կարողանաք պացիենտին ճիշտ մասով սա ներկայացնել ի վերջո։ Մենք աշխատում ենք իհարկե շատ չանել դա, բայց դեպքեր են լինում, երբ որ հատկապես հայաստանյան իրականությունում պացիենտները համարում են, որ պացիենտների բարեկամները շատ հաճախ գալիս են ու ասում են, բա մենք այսքան վճարեցինք կամ, չգիտեմ, այսինչ հետազոտություն անցանք, մեզ ոչինչ չասեցին, բա անիմաստ է, բայց իրականում կլինիցիստը ավելի ճիշտ է, որպեսզի ասի պացիենտին իր խնդիրը։ Այո, սա շատ հաճախ է բժիշկների հետ քննարկվում։ Մենք վերջում ունենք ավանդական հարց, որը ուղղում ենք մեր հյուրերին հասկանալու, թե որն է հենց ձեր անձամբ առողջ լինելու բանաձևը, բայց մինչ այդ երևի շատ կարճ, երևի մեզ դիտողները ինձ չեն ների ձեր օդաչու լինելու հետ կապված հարցը չտամ, լինելով այդքան ծանրաբեռնված, ուղեղի բարդ աշխատանք անելու հա պայմաններով, արդյոք սա նաև մի բան է, որը ձեզ օգնում է ավելի, չգիտեմ, մոբիլ լինել, ավելի բնությանը մոտ լինել, ինչ է տալիս բժիշկի հետ զուգահեռ նաև օդաչու լինելը։ Միանշանակ օգնում է, որպեսզի դիմադրեմ burnout-ին, որպեսզի չկորցնեմ կյանքի համի զգացողությունը։ Վերևից խնդիրները շատ ավելի փոքր են երևում, շատ ավելի պարզ է ամեն ինչ երևում։ Լրիվ հակառակ MRT-ի տված այդ միլիմետրանոց։ MRT-ում մենք շատ խորանում ենք ամեն ինչի մեջ, դա շատ լավ է, դա այդպես էլ պետք է աշխատել, բայց երբեմն ժամանակ առ ժամանակ պետք է կտրվել այդ խիստ ծանրաբեռնված աշխատանքից եւ զբաղվել լիովին փոխել զբաղմունքի ոլորտը, որպեսզի եւ ուղեղդ հանգստանա, փոխվի, չեմ ասի, որ օդաչու լինելը այդպես շատ հեշտ է, բացարձակ։ Բայց այնտեղ ուրիշ մկաններ են աշխատում։ Ուղեղի այլ հատվածներ են աշխատում եւ դա շատ հրաշալի է։ Պետք է լիովին լցնել կյանքը, որպեսզի ավելի կարողանաս դիմադրել նաեւ վատ իրավիճակներին։ Իսկ ո՞րն է հենց Դիանա Սահակյանի առողջ լինելու բանաձևը։ Գտնել բալանսը կյանքում։ Բալանսը ամեն ինչում։ Վատ եւ լավ սովորությունների, վատ եւ լավ իրավիճակների, որովհետեւ մենք չենք կարող լիովին հրաժարվել, կարող ենք, որոշ մարդիկ փորձում են, հա, բայց եթե մենք լիովին օրինակ հրաժարվենք քաղցր ուտելուց, մենք
բավականին լավ բաներից մենք զրկում ենք, որոնք որ կյանքին համ են տալիս, հաճույք են տալիս։ Եվ միևնույն ժամանակ եթե քաղցրը կերար, արի առավոտ վազի, կամ սպորտով զբաղվի, այսինքն այդ բալանսը շատ կարևոր է կյանքում եւ առողջության մեջ, ամեն ինչում։ Այնպես որ ինձ համար դա հենց բալանս գտնելն է հոգեկան, մասնագիտության մեջ, կյանքում առհասարակ լինել հավասարակշռված։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Բուն TV-ում առողջ ոդքասթներ, ցտեսություն։